Ուսանողական լսարան մտնել դասախոսություն կարդալու Հայաստանի եվրոպական համալսարան հաճախ են տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ գալիս։ Երիտասարդներն այդպես հենց գործատուից են լսում աշխատաշուկայի ամենաթարմ պահանջների մասին։ Կրթական յուրօրինակ իրենց գաղափարն են մեկնաբանում Բուհում։ Մեր ակադեմիական կազմում գրեթե 40% գործատուներ են հանդիսանում, բայց ոչ միայն գործատուներ, նաև գործատուներ, որոնք հետաքրքրություններ ունեն գիտության, հետազոտության շրջանակներում, որը Այո, կրթությունից համագործակցություն հերթական այս աշխատաժողովը համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետում սովորողների համար է։ Հանդիպման են եկել բանկերի, ապահովագրական, աուդիտորական, վճարահաշվարկային և բրոքերական ընկերությունների պատվիրակներ։ Սթաֆ-ի վերլուծաբանը ներկայացնում է, ֆինանսաբանկային համակարգը երկրում ամենաարագաճող 21 հազարից ավելի աշխատակից և միջինում 1 միլիոն դրամից բարձր վարձատրություն ունեցող ոլորտներից է։ Բուհի ձգտումը լավագույն հաստիքներում իրենց սաներին տեսնելն է։ Մենք փորձում ենք այս աշխատաժողովի շրջանակում դուրս բերել համագործակցության իրական մոդելներ, որովհետև մենք բնականաբար համագործակցում ենք որպես կրթական հաստատություն մեր գործատու գործընկերների հետ, այդուհանդերձ արդյունքը մեզ այդքան էլ չի բավարարում, որովհետև մենք ուզում ենք թիրախավորել ուսանողների միանգամից աշխատանքի անցնելու հնարավորությունը։ Համալսարանի շրջանավարտներից շատերն են հպարտանում գործատուի հետ պրակտիկ շփումների շնորհիվ սկսել են աշխատել ուսանողական տարիներից։ Ուսանող ժամանակահատվածում, երբ եղել եմ 4-րդ կուրսում, եղել է ծրագիր, որը որ եղել է Բուհ կազմակերպություն համագործակցության շրջանակներում, ավարտել եմ եւ աշխատում եմ մասնագիտական ոլորտում։ Լավագույն կադրերին գործի ընթացքում կուտակած փորձը հմտությունն է ձևավորում, բայց շատ կարևոր է նաև գիտելիքների վրա վստահ աշխատաշուկա մտնելը։ Միջոցառման հյուրերին ողջունեց համալսարանի ռեկտորը։ Ես շատ շնորհակալ եմ այն բոլոր գործատուներին, որոնք գալիս են համալսարան, որոնք ներդրում են անում մեր ուսանողների վրա, որոնք փորձում են բացել աշխատանքային այն փակ շրջանակը, որը դեռևս ուսանողի համար ընկալելի չէ։ Ես սա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ուսանողները ավելի համարձակ գնան դեպի գործատուն, որպեսզի կրթությունը հետ չմնա տնտեսության տեխնոլոգիաների անընդհատ փոխվող ռիթմից, Բուհում պահն օգտագործեցին եւ գործատուներին առաջարկեցին համատեղ կազմակերպել ուսանողների նաեւ ավարտական աշխատանքը։ Հերմինե Բաղդասարյան, Սեյրան Անտոնյան լուրեր։